Քաղաքական փորձառություն ունեցող մարդիկ գիտեն, որ նման ավանտյուրայի մեջ մտնելիս ռիսկ կա, որովհետև եթե դու հեղափոխություն ես անում, դառնում ես հերոս, կապ չունի։ Այսինքն հիմա կմոռանան այդ մարդուն, քանի որ ձախողվել է։ Ենթադրենք դատական նիստերին կգնան, կաջակցեն, դա ինչ է փոխելու։ Այսինքն հիմա ստացվում է, որ մեր ամբողջ քաղաքական միտքը շարունակելու է զբաղվել դատական գործընթացներով։ Հիմա չեմ փորձի զուգահեռ անցկացնել, բայց նույն Սասնա ծռերի ժամանակահատվածում էլի, այսինքն մենք դա ահաբեկչություն էինք որակում։ Դա որոնց դա տեղի ունեցած ահաբեկչություն էր, հա, մարդերը զոհվել եւ այլն։ Դրանից հետո տարիներ շարունակ դատարանի դիմաց գործընթացներ էին գնում, լուսաբանվում էր այդ ամեն ինչը։ Դա քաղաքական գործընթաց էր, ոչ, բայց դա նրանից է, որ մեր քաղաքական համակարգը այնպեսի մի տկար իրավիճակի է հասել, որ դե քաղաքական գործիչներից բոլորը զզվում ենք, չէ՞, ասենք մեր կուսակցության նախագահից բոլորը զզվում են, ինձնից զզվում են, բոլորից զզվում են, դրա համար ի՞նչ է պետք անել։ Պետքա հոգևորականի վրա հույս դնել, որ նա քաղաքականությամբ կզբաղվի, պետքա, չգիտեմ, այլ բլոգերի վրա հույս դնել, որ նա քաղաքականությամբ կզբաղվի։ Դրա համար սենց է լինում, որտեղ մենք զզվում ենք քաղաքականությամբ։ Դե այդ հույսը հոգևորականին տարավ ճաղերի հետև, չէ՞։ Դե ես էլի կարծում եմ, որ դա իր ոչ այնքան բարի խորհրդատուների արդյունք է։ Ընդ որում նկատեք, իր հետ կալանավորված մարդիկ, ապա քաղաքական մարդիկ են։ Պատգամավոր չկա, քաղաքական գործիչ որպես այդպեսին չկա։ Ծանոթ չեմ ցանկին։ Ես ցանկին, չգիտեմ, զգալի մասին ծանոթ եմ, ոչ այնքան հանրային։ Չէ, ես ընթերցել եմ, չեմ ճանաչել որևէ մեկին։ Ոչ այնքան հանրային դեմքեր են։ Ես գիտեմ պատգամավոր Դաշնակցության ֆրակցիայից Գառնիկ Դանելյան, որ ասում է արհեստական բանականությամբ է։ Բանը երևի իրենց համար էլ անակնկալ եղել, գիտեք, բայց կամ անակնկալ է եղել, որ առնվազն նման ձայնագրություններ կան, բայց եթե մի քանի տասնյակ կամ 100 հոգով փորձում ես նման բան կազմակերպել, պարզ է, չէ, որ ինչ որ միտեղից դա պետք է դուրս գա, եկեք սրան էլ լուրջ մոտենամ։